տվյալների անհետացում։ Ինձ համար շատ կարևոր է, որ մենք կոմունիկացնենք, որովհետև երբ որ ասում են տվյալները անհետացել են, ուզում են ասեն, որ եղել է անհամաչափ հավելագրում ու անհետացրել են, որպեսզի մարդիկ չտեսնեն, թե ինչքան են սպառել։ Եվ շատ ինքնավստահ Հեցի կառավարչը ասում է, որ չի վերականգնվել։ Նայենք վիդեոն։ Որ 2018-ից 24 թվականի տվյալները անհետացել են։ Դա եւս առանձին բավականին ցցուն պատկեր է կառավարման ճգնաժամի, ինչ պետության միջոցառումները հավելագրումները այս նոր ժամանակահատվածի մասին են, թե նախորդի։ Միջև կառավարչի նշանակումը։ Հարգելի հայրենակիցներ, որովհետեւ դուք ստուգեք ճշմարտացիությունը, այս պնդման, որ ջնջվել է, ասում է, որ ջնջվել է, իհարկե խնդիր եղել է, խնդրից կպատմեմ, բայց ինքը մոռանում է նշել, որ ջնջվելուց հետո վերականգնվել է, իսկ վերականգնվել է նրա համար, որ իմ կողմից եղել է խիստ ցուցում եւ եղել է ծառայողական քննություն նախաձեռնված իմ կողմից, որի արդյունքում 2-3 օրվա ընթացքում վերականգնվել է, որպեսզի հասկանաք, նույն խնդիրը եղել է բանկային արկա համակարգում Հայաստանի 3 ամիս առաջ։ Քանի օր 2-3 օր նման ապրիլ խնդիրներ կային, այսինքն ամբողջը խառնվել էր իրար, մեկ ցույց էր տալի մեկին պարտքեզ, մեկ ցույց էր տալի առելի գումար կա, հետո ընդհանրապես ոչ մի վճարում չէր կարող մոբայլով։ Արկա համակարգը, որը կենտրոնական բանկի համակարգն է, 3 ամիս առաջ նույն խնդրին առերեսվել է եւ լուծել են էլի 3 օրվա ընթացքում։ Իսկ որpիսի դուք վստահ լինեք, որ ապացուցելի է, գնում եք Հեցի գլխավոր ֆրոնտ օֆիսներ եւ պահանջում եք ձեր վերջի 3 տարվա տվյալները սպառման։ Ձեզ տալու են այսպիսի, չգիտեմ, բանով կերևա թե չէ, այսպիսի տվյալների ցանկ, որով դուք կտեսնեք, թե ինչ սպառում եք ունեցել վերջի 3 տարում։ Ով չտեսնի, խնդրում եմ, գրեք մեզ, գրեք Կասկադ ընկերությանը, Կասկադը կտա։ Ասեմ ավելին, այդ ծրագիրը դրվել է Տաշիր ընկերությունների խմբի կողմից, ճիշտ է, որպեսզի կորուստները, որտեղ որ գործարկել ենք այդ ծրագիրը, 14%-ից իջել է 6%։ Եվ այդ ծրագիրը հիմա գործում է։ Մենակ դրա հաշվին է կորուստը երկրում իջել, հասել, ինչպես պարոն Պետրոսյանն է նշում, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի մակարդակին։ Սա ուղղակի ցույց են տալիս, որ հատուկ են ինչ որ ձև ջնջել, իդեպ այս բոլոր իրադարձությունից 6 ամիս առաջ։ Ես մի բան ավելեմ, Նարեկ ջան, 2016 թվականին, երբ որ հաստատվում էր այս լայնածավալ ներդրումային ծրագիրը, Տաշիր կապիտալի եւ մյուս բաժնետիրոջ կողմից, որ պետք է հեծում իրականացնի, պետության կողմից կարևորագույն խնդիր էր դրվել, այսպես ասած, այդ Լուիսի Մարտի ինստիտուտի դուրս հանումը, մարդկային գործոնի վերացումը էլեկտրոէներգիայի հաշվառման մեջ, որովհետեւ ուզես թե չուզես տեխնոլոգիայով պայմանավորված եւ մարդկային գործոնով պայմանավորված այդտեղ բազմաթիվ խնդիրներ էին առաջանում։ Հիմա ինչ է ստացվում։ Մենք ներդրել ենք մի հատ մեծ համակարգ, այդ ավտոմատ հաշվառման համակարգը, որpիսի եւ այդ մարդկային գործոնը կրճատենք, հա, եւ մեր հաշվառումը ըստ այնմ ճիշտ իրականացնենք եւ սպառողը կարողանա ցանկացած ժամանակին մտնի իր տվյալները տեսնի այդ պարագայում։ Յուրաքանչյուր նոր համակարգ, երբ որ ներդրվում է, ինքը որոշակի նաև կիրառական փորձնական փուլ պետք է անցնի։ Հիմա եթե համեմատում ենք սա արկայի հետ, որ արկան երկար տարիներ աշխատող համակարգը ու մեր նոր ներդրած համակարգի հետ, բնականաբար նմանատիպ խնդիրներ տեխնիկական բնույթի, իսկ դա հաստատվում է նաև հարցազրույցից, որ դրանք տեխնիկական բնույթի են, հա, դրանք կարան լինեն։ Եվ մի կարևոր կտոր եմ ուզում ստեղ մատնանշեմ, հա, թե բանկային համակարգը, թե այս բնական մենաշնորհների համակարգը, երկուսն էլ կարգավորման տակ են պետական, այնտեղ կենտրոնական բանկն է կարգավորող մարմինը, այստեղ հանրային ծառայությունները հանձնաժողովը։ Այսինքն նմանատիպ հզոր համակարգերի հետ երբ որ խնդիր է ալնում, մոտեցումները ուզած թե նույնանման պետք է լինեն, որովհետև դրանք բացառիկ են համակարգում։ Եվ վերջի կտորը, այդ 700,000-ը, որ մատնանշվում է, ըստ էության այդ 700,000-ի մասին չի կարա խոսք գնա։ Այդ համակարգից օգտվում է 700,000 բաժանորդից ընդամենը 1200 հոգի։ Այսինքն այն ինչ որ ցույց են տալիս ու ցավալի է որ երկրի ղեկավարը ուղղորդում է ցույց տալիս։ Ինքնին ԵՊՑ կանոնի կոպիտ խախտում է եւ տվյալ փաստը հատկանշականն այն է, որ ժամանակի տնօրեններն ու կառավարիչները թաքցրել հասակայից։
պետծառայական քննությունը նշանակել, որոշակի մեղավոր շրջանակներ են դուրս բերել եւ այդ ամբողջ փաստաթղթերը հեծում պահում են խնամքով, բայց որևէ կերպ հաշվետվություն Խոսքի մեջ ասում է, որ թաքցվել է հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովից, ինձ թվում է հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի ղեկավարը, եթե լավ հիշի, կհիշի, որ ինքը գիտի, որ այդպիսի խնդրեմ է տեղի ունեցել, եւ այդ խնդրեմը ինչ որ լուծում է տրվել։